Հարգելի ստատիտողներ, Եվրոմեդիայի տաղավարում զրուցել ենք իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի հետ։ Շնորհակալ եմ մեր տաղավարում հյուրընկալվելու համար Տիկին Ալեքսանյան։ Եվ ես ձեզ հետ ուզում եի խոսել, թեև դուք գրառումներով անդրադարձել եք, բայց ուզում եմ խոսենք Տիկին Ալեքսանյան գերիների հետ կապված։ Ալիևի խոսքի տողատակեր են, այն էլ միջազգային պարբերականին տված հարցազրույցում համեմատեց այս շինչ ու դատավարությունը Նյուրնբերգյան դատավարության հետ ու ասում է, թե իրենց հանցանքները Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների ավելի ծանր են, քան համաշխարհային պատերազմում նացիստների։ Այդ տողատակերը ինչ էր ուզում սրանով ասել ու հատկապես, եթե այստեղ մի փոքր հետ գնանք, սա հաջորդեց ԱՄՆ փոխնախագահի այցին, որ խոստացել էր, որ պետք է այնտեղ գերիների հարցը բարձրացնել։ Կարծեմ այդ հարցազրույցը ֆրանս 24-ին չէ տալիս։ Նկատի ունեմ, որ ինքը ուզում է դրանով միջազգային հանրությանը, բայց այնքան չափազանցացրեց Նյուրնբերգյանի հետ համեմատելով, որ ինձ թվում է որևէ մեկը իրան չի հավատա, էլի, որ բայց ինչ-որ միտում ինչ-որ տողատակ ուներ, չէ՞։ Հա, իհարկե։ Հենց այնպես չէր։ Դե եմ ասում, ուզում է ամրացնի, որ իրոք արդարադատություն են իրականացրել, որ իրոք դրանք գերիներ են, արել են ծանր հանցագործություններ եւ պետք է մնան այդ դատապարտված այդ ծանր մեղադրանքներ են եւ դրա համար էսից ցմա եւ 20 տարվա ազատազրկման է դատապարտել։ Գիտեք ինչ, եթե մենք տեսնեինք Հայաստանի իշխանությունների կողմից հետևողականությունը այդ հարցով առհասարակ, մենք չենք տեսնում զուտ հրապարակային որևէ պնդում, մերժում, Ալիևին հակադարձում։ Դե իրենք ասում են, նայեք, երբ որ հարց են բարձրացնում գերիների հետ կապված կոնկրետ, իրենք ասում են, այս գործը նուրբ գործընթաց է ու ամեն ինչ այսպես կուլիսների հետևում են կանում։ Հա, ես գիտեմ, բայց դա նշանակում է, որ իրենք ոչինչ չեն անում։ Իրենք միշտ էլ ասում են, որ իրենք օրնուբուն հենց դրանով են զբաղված, բայց իրենց ընդհանրապես դա չի հետաքրքրում բացարձակապես։ Եվ գիտեք ինչ, եթե դու Ալիևի հետ գնում ես խաղաղության մրցանակ է ստանում մարդու հետ, որը էթնիկ զտում է իրականացրել ագրեսիա Ղարաբաղի նկատմամբ, Ղարաբաղը դատարկվել է, Արցախը հիմա, ու դու իր այդ խաղաղություն ես կիսում, խաղաղության մրցանակ ես կիսում, հետո ինչ պահանջներ պիտի ներկայացնես Ալիևին, կամ մենք տեսնում ենք, որ Ալիևի բոլոր պահանջները կատարվում են, չէ՞, այսինքն սահմանադրությունը փոխի, չգիտեմ, բազմաթիվ, այսինքն ինչ որ հնչում է իրանց մոտ եկեղեցու դեմ ճնշումները եւ այլն, էլ այս մարդը ոնց պետք է կանգնի Ռուբեն Վարդանյանին եւ մյուսներին պաշտպանի։ Ռուբեն Վարդանյանը պատկերացնում եք, մեզ այստեղ այնպեսի ուղերձեր հղեպ։ Այդ ուղերձը եւ ընդհանրապես Բաքվի բանդից նրա այդ նամակները, որ կարդում ես, դրանք շատ հզոր են։ Գիտեք, լինելով թշնամու ձեռքում, լինելով բանտում, ասել, որ Արցախը եղել է, կա եւ կլինի, դա շատ դժվար է, հասկանում եք։ Երբ որ այստեղ մեզ արգելում են Արցախ բառը գործածել, չէ՞, այս իշխանությունները հմեկի եթերում դա չի հնչում, եւ օրինակ մենք երբ տեղահանումը սկսվել էր, մենք հենց Գորիսից աշխատում ենք այդ ընտանիքների հետ եւ հատկապես զոհվածին ծառայողների ընտանիքների, նրանցից շատերը իրենց տղաների մարմինները բերել են, որ այստեղ եռաբլուրում թաղեն եւ թույլ չէին տալիս Արցախի դրոշը գցել դագաղների վրա, օրինակ, դեռ այն ժամանակվանից, հասկանում եք, այսինքն, եւ մենք տեսել ենք, որ այդ հետեւողական քաղաքականությունը Արցախը հանձնելու իմաստով։ Այդպես հետաքրքիր է, ինչն է խրտնեցնում, հա, ինչու է Արցախ բառը այդքան ալեկոծում։ Որտեւ որ Արցախը Ալիևինն է այլևս եւ դրա մասին չպետք է խոսեն։ Եվ այդ մարդիկ ոնց կարող են հիմա գերիների թեմայով ինչ որ նրբացնում են իբր թե հարցը, որ իրենք։ Բայց Վենսը խոստացավ, ասեց, հա, գնամ Բաքու, հիմա կամ այնտեղ չի բարձրացնել, կամ էլ Ալիևը այնքան է արդեն այսպես ասած երես առել, որ անգամ Վենսի ասածը որևէ արժեք չունի։ Գիտեք ինչ, նա շատ հնարավոր է, որ ինքը Վենսը ասել է Ալիևին, բայց ոչ Վենսը հրապարակային հետո դրա մասին խոսեց, թե ինչ է ասել Ալիևը։ Եվ Վաշինգտոնյան այս հանդիպումները, նորից Վենսի հետ հանդիպումները
եւ դրա համար եմ ասում, որ իշխանություններին իրենք հետ չարձագանքեցին, թող հարցնեն, իմանային ինչ է տեղի ունեցել, կամ որ տենց խաղաղության մրցանակներ է կիսում Ալիևի հետ, թող դա պատմի, ասենք իր անձնական հարաբերությունները կամ իր ընկերներ են, ինչպես Թրամփն է ասում Ալիևի հետ, ինչ դժվար է այդ հարցերի մասին խոսել։ Ոչ մի ցանկություն չկա, այդ բացասական նեգատիվ վերաբերմունքը Ռուբեն Վարդանյանի մենք տեսել ենք նկատմամբ իշխանությունների, հիշում եք ինչ ասեց Նիկոլ Փաշինյանը Ռուբեն Վարդանյանի մասին, դեռ պիտի բարձենք ինչի է եկել, ինչի է եւ այլն, բայց երբ որ մարդը խոշտանգված դեմքով լուսանկարներ տեսանյութեր հրապարակվեցին, հիշում եք այդ պահը, մեր իշխանական շրջանակները շատ երջանիկ էին եւ նրանք գրառումներ ու տակա ատելության խոսք էին տարածում Ռուբեն Վարդանյանի մասին։ Միշտ էլ ինչ որ մրցակից էին տեսնում, մտածում էին, որ գալու է Հայաստանում հեղափոխություն անի, ինչև է դեպքերը։ Այսինքն իշխանությունները նաև ինչ որ միտեղ իրենք են ցանկություն ունեն կամ մտավախություններ ունեն, որ կարող է օրինակ Արցախի պաշտոնյաները վերադառնան, նաև Ռուբեն Վարդանյանը։ Այսինքն իրենց մոտ էլ է ցանկությունը։ Ռուբեն Վարդանյանի նկատմամբ հատուկ վերաբերմունք ունեն, հատուկ մերժողական վերաբերմունք ունեն։ Հա, եթե Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտում գտնվելով էլի եմ ասում, կրկնում է այդ խոսքերը եւ այն տեքստը, որ ինքը ասում է, դա ուղղակի, գիտեք, բարձր մարդկային արժեքներով պետք է օժտված լինես, նման հայտարարություն է անել Բաքվի բանտում։ Ով գիտի թե ինչքան է խոշտանգումների ենթարկվում ամեն իր նամակից հետո։ Բայց նա հասկանում եք, այդ իր գաղափարը ինքը պահել է նաև Բաքվի բանտում, որ Արցախը պետք է ազատ այդ համոզմունքը լսել եք այս իշխանությունների կողմից ափսոսանք գոնե, որ Արցախ չկա հիմա, որ ինչ են անում, ինչ վերաբերմունք է, եւ այդ ատելության խոսքը, որ տարածվում է արցախցիների նկատմամբ եւ այլ գիտեք ինչ հասել էր ինչ չափերի մի պահ, այնպես որ Ռուբեն Վարդանյանը իր բարդության վրա է, ես նա մեզ համար օրինակ պետք է լինի մարդու արժանապատիվ մարդու ինչու՞ չէ այդպիսի մի ղեկավար ունենայինք Տիկին Ալեքսանյան օրինակ երբ որ փորձագետների հետ այսպես էլ ես թեմայով Ալիևի հայտարարության վերաբերյալ ենք այսպեսի մի կարծիք հնչեց որ Ալիևը սրանով նաև տողատակերով այսպես հասկացնում էր որ ինչ որ փուլում նաև պահանջելու է քրեական հետապնդում սկսել նաև այստեղ այն անձանց նկատմամբ, ովքեր մասնակցել են Արցախի ազատագրման պայքարին, հնարավոր է թե չէ, այդ համեմատությունը։ Գիտեք, ինչ մի պահ ինձ թվում էր, որ դա շատ հնարավոր է։ Դուք տեսաք, այստեղ գեներալներ են պահվում բանտերում, գործեր են հարուցված նրանց նկատմամբ եւ ես կարծում եմ, որ դա հնարավոր, ոնց որ այդ շրջանը անցել է, այսինքն ինչ նոր этап պետք է լինի, ինչ նոր լարումներ պետք է լինեն, որ Ալիևի այդ ցանկությունները կատարվի։ Ես կարծում եմ, որ բացառում եք, որ ոչ թե բացառում եմ, այլ քիչ հավանական եմ հիմա համարում, որ դա կլինի։ Չգիտեմ, ամեն ինչ փոխվում է, հասկանում եք, անընդհատ փոխվում է, ու ես, ասենք, այսօր մտածում ես մի բան, վաղը կարող է տեսնես դեռ ուրիշ բան, չեմ կարող ասել, չեմ բացառում։ Իհարկե չեմ բացառում, որովհետև Ալիևի խոսքը ոչ ոք չի մերժում։ Իշխանությունները նկատի ունեմ։ Բա իսկ հանրությունը, այ եթե ինչ որ փուլում նման ենթադրենք իրոք արդեն հստակեցվի, որ նման քննարկում կա օրակարգում։ Մենք տեսնում ենք հանրության արձագանքը ընդհանրապես Արցախի կորստից հետո եւ բազմաթիվ այլ դեպքերից տեսնում ենք, որ անարձագանք է, ընդհանուր առմամբ հանրությունը քիչ թե շատ եկեղեցին, որը բոլորի հետ է, ամեն ընտանիքում է, ասենք եկեղեցու նկատմամբ այս հալածանքներին, գուցե մի քիչ ավելի ակտիվ եղան, այցելեց իրենց համայնքներում եւ այլն պաշտպանելու եկեղեցուն, ավելացան մարդկանց թիվը, չէ՞ որ գնում էին, ասենք, սրացումներ եղան նաեւ դեկտեմբերի 18-ին Մայր տաճարի մոտ։ Ես էլի շարունակեմ մեր սիրելի ժողովրդին ասել, որ եկեղեցուն պաշտպանեք անպայման։ Դուք ձեր այցելությունով, ձեր
պատարակներին մասնակցությամբ, ձեր քահանաներին պաշտպանեք, որտեղ իրանց էին հալածում կոնկրետ Մասիսի թեմում։ Իսկ այդ ուզում ասել այդ դեպքերին դժվար արձագանք են։ Հիշում եք այս նկատի ունեմ այն ինչ որ Ալիևը Ինչու այս հարցը տվեցի, որովհետև իշխանությունները կարծես միայն այդ հանրության այդ զայրույթից են, հա, վախենում ու միայն դա կարող է։ Հա, երբ որ արձագանք է լինում, այո, երբ որ արձագանք է լինում, նրանք ավելի մի քիչ հետ են գնում իրենց այդ դիրքերից։ Այդ հանրության հոգեվիճակը օրինակ բացատրվում է, որ տեսեք պատերազմից հետո այսքան զոհեր, կորուստներ են ունեցել, այ ապատիկ վիճակը այս սրանով է բացատրում, բայց դա որպես արդարացում կարող է լինել։ Գիտեք, կարող է մի մաս լինել դա։ Իրոք մենք այդ բանով ենք աշխատել պատերազմից հետո այդ ընտանիքների շատ ընտանիքներ ենք մենք այցելում իրենց տղաների եւ տարբեր խնդիրներով դա շատ ծանր է կորուստ է գիտեք երբ որ ընտանիքներում միակ զավակը իրենց ապավենը իրենք խելքի չեն գալիս շատ դժվար է ես երկար տարիներ եմ զբաղվել այդ հարցերով շատ լավ գիտեմ եւ օրինակ 19 սեպտեմբերի որ տեղահանում էին արցախցիներին մի նյութ մենք պատրաստեցինք Շուշիի բնակչուհուց, որը ամուսինը հերոս էր, բազմաթիվ պատվոգրեր եւ շքանշաններ ուներ։ Ինքը դուրս գալուց առաջ այդ համազգեստը ամուսնու պահել էր ձեռքում եւ այդ չգիտեր ինչ աներ։ Այսինքն գիտեք այդ վտանգը կար նաեւ ճանապարհին կարող է վերցնեին եւ ոչնչացնեին եւ այլն։ Ինքը ամբողջ շարեց սեղանին, համազգեստը կախեց, այդ պատվոգրերը շարեց եւ այդ շքանշանները եւ ասեց որ թող թշնամին մտնի ու տեսնի ում տուն է մտել։ Այդ զգացողությունները։ Իսկ հիմա որ տեսնում եք որ ասենք ինչ են ապրում այդ ծնողները, որ դպրոցների այդ անկյունները որ սարքել էին ոնց էր կոչվում, ինչ որ ձևով դա կոչվում է։ Հուշանկյուն։ Հա։ Դա հանում են դպրոցներից։ Ես բազմաթիվ տեղերում մասնակցել եմ։ Այո, հրապարակվեցել։ Հա, այսինքն նորից հարմացնում են, չէ՞, այդ մարդկանց վիշտը։ Չեք ուզում ոչ մի կերպ հիշեք այդ զինվորներին, որ տարակ գլուխները կերակ, այսպես ասած։ Տիկին Ալեքսանյան, դե իրենք ասում են մենք պետք է այլևս ինչ եղել կորուստները եղել է, պետք է այս էջը փակենք ու գնում ենք դեպի 4 հանրապետություն, այսպես խաղաղության տարածաշրջան են գնում։ Գիտեք ինչ, իրենց ասելով չի։ Եվ հանրությունը այդ ամեն մի ասածը պետք է մերժի։ Ասենք իրենք ասում են այն, ինչ որ հաջող է լսել Ալիևին կամ Էրդողանին կամ չգիտեմ, այսինքն ակնհայտ է, չէ՞, թուրքամետ քաղաքականությունը, որ վարում են, մենք ո՞նց պետք է դա հանդուրժենք։ Դա ինչ շատ բան է ասում։ Մենք պետք է մերժենք այդ ամեն ինչը։ Նոր դարաշրջան խաղաղություն, ինչ խաղաղություն, ասենք եթե Ամերիկան սպառնում է որ Իրանի վրա է հարձակվելու, ինչ խաղաղություն կարող է, ինչ խաղաղության մասին կարող է խոսք լինել։ Օրինակ, այդ մի դրվագում ասում։ Դա ասում են արդեն 1 տարուց ավել է սահմանին կրակոցներ չեն։ Հետո ինչ, բայց հիմա կլինի մյուս սահմանին։ Այսինքն դու ոնց կարող ես իսկ ով չի ուզում խաղաղություն։ Բոլորս էլ ուզում են խաղաղություն։ Դուք դա ինչ որ գյուտ չի, որ դուք արել եք, որ խաղաղություն եք ուզում եւ վերջ, էլի։ Ինչ որ դուք եք այդ խաղաղության հեղինակը ու խաղաղության այդ մրցանակը մի մարդու հետ է սկսում, որ էթնիկ զտման կամ չգիտեմ, ցեղասպանության հեղինակը։ Նաեւ գումար են խոշոր թվով հատկացել ինչպես։ Տեղեկացան, որը եւս կիսվելու են։ Ընդհանրապես այդ գիտեք, գոնե չառանձնանային իրենց մարդկային որակներով այս քաղաքականությունը որ վարում են, եթե Նիկոլ Փաշինյանը ասում է, որ թոշակառուն չի գիտի 10,000 դրամը ոնց ծախսի եւ ինքը 14 միլիոնը դնում է իր գրպանը, դա լրիվ անմարտկային է, հասկանում եք, անմարտկային։ Ես այդ խաղաղության մրցանակը ոչ մի բան իմ համար չի նշանակում, այդ արյունոտ հիմքերով։ Ինչից հետո է այդ խաղաղության մրցանակը տրվել։ Տիկին Ալեքսանյան, չնայած այսքան քննադատում են, հա, իշխանություններին, ասում են դուք ոչ ժողովրդավար եք, հա, դուք ճնշումների եք ենթարկում ընդդիմադիրներին, բայց իրենք էլ նայեք որպես այսպես քողարկիչ, այսպես, չգիտեմ, ձևական ֆորմալ բնույթով, օրինակ կուսակցության ներսում են իրենց ընտրություններ անցկացնում,
խոսքը այս վերջին ընտրությունների մասին է ու դա ներկայացնում են որպես թափանցիկության երաշխիք։ Ասում են մենք այն միակ կուսակցությունն ենք պատմության ընթացքում, որոնք այսքան թափանցիկ պատրաստում են ընտրությունների, իրենց ներսում քվեարկություն են իրականացվում։ Որքանով հավատում եք։ Բացարձակ ես չեմ հավատում։ Ես լսում եմ, որ բոլորը ստում են անընդհատ։ Ես կարող եմ հավատամ, որ իրանք ներսում, եթե դուք հրապարակային ստեր եք ասում անընդհատ, ինչով է դրսևորվում ձեր ժողովրդավարությունը։ Իրենք ընդհանրապես այդ բառը պիտի մոռանան։ Ինչով, որ անմեղ մարդկանց լցրել են բանտերը, ում ուզում են բանտ են գցում, ում ուզում կալանավորում են, դա մի խայտարակություն է եւ գիտեք մարտնչող լկտիություն։ Հիմա էլ կաթողիկոսի նկատմամբ են քրեական գործառույթը, նրա մուտքը արգելեցին ժողովից առաջ։ Գիտեք ինչ, այո, դա իհարկե անամոթություն եւ անպատկառություն եմ համարում այդ քրեական, որտեղ ակնհայտ կեղծ, հակաօրինական, հակասահմանադրական, ասենք այդ եկեղեցու նկատմամբ, այսինքն ոտնակող անելով այդ բոլոր օրենքները եւ սահմանադրությունը, այս մարդը գնում է առաջ։ Ու ինչի հասավ եւ ասեմ, որ այդ եպիսկոպոսած հավաքը, որը ժողովը, որը հավաք դարձավ, կայացավ, չէ, իրականում ու բավականին լավ հայտարարություն արեցին եւ ինչի հասավ։ Անկամ այն հասարակության կողմից էս տիրադավ պիտակվող եպիսկոպոսներից եւս մասնակցեցին այդ ժողովին։ Ես կարծում եմ, որ ինքը ոչինչ չի կարող անի եկեղեցուն։ Մենք տեսնում ենք, որ դրսից էլ կա այդ պատվերը եւ նաեւ իր մղումը կատարը, որպես կատարողից իրենց ղեկավարներ, ինչ ասեմ, էլի ղեկավարներ, որոնք իրենք մեր ղեկավարները չեն Հայաստանի Հանրապետության։ Իրենց միջոցով այստեղ ինչ որ երկրներ իրենց հարցերն են լուծում։ Բայց դրա փոխարեն մեծ աջակցություն են վայելում Եվրոպական միության կողմից, Միացյալ Նահանգների կողմից, անթակույց բոլորը հայտարարում են, որ իրենց շահերը ունեն։ Նախընտրելի տեխնացուն Այո, նրանք իրենց շահերը ունեն եւ այդ շահերով են առաջնորդվում եւ գտել են մարդ, որը ոչ մեկին չի մերժում եւ առաջնորդվում է հենց իրենց շահերով եւ ոչ թե Հայաստանի Հանրապետության շահերով։ Եւ վերջում Տիկին Ալեքսանյան, ուզում եի նաեւ անդրադառնանք Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, հոգեվորականների հետ կապված աղմկարույց հայտարարությանը ու թե մենք դիմել ենք քննչական կոմիտե իրավապահներին, ասացին, որ վարույթ չկա, որպեսզի պարզենայի ազգային ժողովի նախագահը քաղաքական երկրորդ հայ այդպես իր դիրքով երկրորդն է ու միջազգային այսպես բարբերական տված հարցազրույցում ասում է թե Հայաստանում հոգեվորականներ կան, ովքեր մանկապղծության մեջ են թաթախված։ Այս այն դոժզին տված հարցազրույցում։ Գիտեք ինչն է ամենաահավորը, որ բոլորը ստում են, այսինքն սուտը ստով է առաջնորդվում այս իշխանությունը եւ գիտեք այդ սուտը աղետաբեր ստեր են, ասենք դու ինչ իրավունք ունես մանկապիղծ անվանել մարդկանց։ Հիմա ես կարող եմ քեզ մանկապիղծ անվանել ու անպատիժ մնալ։ Իդեպ ասեմ, որ Human Rights Watch-ի վերջին այդ զեկույցում Հայաստանի մասով կար, որ խոսքի ազատությանը վերաբերող այդ հատվածում, որ 50% հայցերը, որ ներկայացրել են դատարաններ, դրանք իշխանության անդամներն են։ Այսինքն Ալեն Սիմոնյանը հայտնի, որ բոլորի դեմ հայցեր է տալիս եւ միլիոններ է պահանջում, իսկ դու ինչ իրավունք ունես։ Գիտեք ինչ, այս մարդը իր ձեռագիրը չի փոխում։ Ինքը թքել է քաղաքացու վրա, չի պատժվել։ Հիմա մարդկանց ասում են մանկապիղծ։ Գիտեք, իրանք ուզում են անարգեն, ուզում են ապականեն, ուզում են այդ կեղտը լցնեն, բայց այդ կներես էլի այդ կեղտը մնում է իրանց վրա։ Որտեւ ես էլ ունեի այդպես զգացում, երբ որ գիտեի, որ անմեղ մարդկանց ինքը փորձում է վարկաբեկել այդ ձևով, էլի։ Ու այսինքն իրանք մեր մտնոլորտն են ախտոտում նաև։ Դա իրավապահները լավ լսում են, որ այսպեսի հայտարարություն է հնչել։ Դե գիտեք, բազմաթիվ հրապարակումներ եղան, ես էլ եմ գրառում արել, որ որպես զրպարտչական պետք էր կանչվեր, բայց ով է,
գլխավոր դատախազը ոնց որ ինձ անձնական պաշտպանը լինի։ Շնորհակալ եմ ձեզ զրույցի համար, Տիկին Ալեքսանյան։ Սիրով։ Հարգելի հաստատիտողներ, մեր զրուցակից այսօր իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն է։ Շնորհակալ եմ եթերին հետևելու համար, կհանդիպենք։